Դանելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կներկայացնեք ձեր տեսակետը, բայց սկսենք այս հարցից, ազգային ժողովում այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ինքնատիրապետումը կորցրել է, ընդամենը 1 րոպե մի տեսանյութ նայենք եւ լսենք ձեր խոսքը։ Հավատա, ես չեմ կարող հավատա, կներեք 1000 ներողություն, եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուրուշանգյալ կա, որ կարա իրանց օգնի կքվեարկի։ Ես դες լուրջ եմ ասում, հարգելի գործընկեր։ Խնդրեմ, ու ինչեր էր ասում ազգային ժողովում, բղավոցը, գորոցը, տանում լնգուլավազ շալվարը, բարերով անգամ նկարագրել չի, ծանոթ եք իր հայտարարություններին, համեցնեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, մեր հայրենակիցները շատ վաղուց արդեն գիտեն, որ սույն անձը հատկապես գարնանի ժամանակահատվածում լուրջ սրացումներ է ունենում եւ այդ սրացման դրսևորումներից մեկն էլ հենց ազգային ժողովում այս 2 օրերի ընթացքում այս անադեկվատ մարդու պահվածքն է։ Պատճառը հետեւյալն է, սիրելի հայրենակիցներ, խոսենք պատճառների մասին եւ նաեւ հետևանքների մասին։ Պատճառը հետեւյալն է. շատ ուղիղ ձեզ ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու որևէ շանս չունի։ Դրա մասին ինքն էլ իր մերձավոր շրջապատն էլ քաջատեղյակ են։ Եվ այս ամեն ինչից նաև հետևություններ անելով, որ իրենք այլևս շանս չունեն եւ հավաքական ընդդիմությունը ջախջախիչ պարտությանը մատնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, խմբակին, իրենք արդեն ուղիղ սկսել են թիրախավորել մեր 100 հազարավոր արժանապատիվ, հայրենասեր, հայրենիքի արժեքը իմացող, հավատավոր ժողովրդի, որը դեմա դուրս եկել թրքահաճո Էրդողանի եւ Ալիևի հարճերին եւ բնականաբար այս ջղաձգված վիճակի մեջ ինքը ինչ պետք է աներ, պետք է ուղիղ թիրախավորեր, կրկնում եմ 100 հազարավոր մեր սիրելի հայրենակիցների, որոնք այս տարիների ընթացքում անզիջում պայքար են մղել օկուպացիոն ռեժիմի դեմ, անցնելով զրկանքների միջով, բանտարկվելով, քրեական կեղծ շինծու գործեր հարուցելով, մարդկանց հարկային տերորի ենթարկելով, էլ ինչ ասես չդնելով մեր արժանապատիվ հայրենակիցների գլխին, այս մարդը հասկացել է, որ այլևս այդ մարդիկ եւ շատ ու շատ հիասթափված եւ իրենից, այսպես ասած, խորը զզվանք ապրող մեր հայրենակիցներ ուղակի գնալու են, մասնակցելու են ընտրությունների եւ պայքարի թոհուբոհով անցնելով պատրաստ են տուն ուղարկել այս անարժանապատիվ, անհայրենիք, անսկզբունք, այս հող ու ջուրը չսիրող 300,000 ավել ադրբեջանցիներ այստեղ պատրաստվել բերող իշխանությանը եւ ամսի 7-ին մեր արժանապատիվ հայրենակիցները այդ շալվարը իջացնելու են, այդ շալվար խոսացողին, այդ որ խոսում են, ասում են
տարբեր երևույթներից, տարբեր իրադարձություններից խոսելով մոռանում են, թե ինչ դժբախտություն եւ ինչ ողբերգություն են բերել մեր ժողովրդի գլխին։ Խոսում է Կիրանցից 30 մետր հեռավորության վրա գտնվող մեր փոքրերից, որոնք որ ֆուտբոլ են խաղում, դպրոցականներից, որ դպրոց են գնում, այդ 30 մետր հեռավորության վրա ադրբեջանցիներին ով է բերել նստացրել, սիրելի հայրենակիցներ։ Ով է Ադրբեջանի դրոշը բերել տնկելը տեղ։ Ով է այդ տները քանդել։ Ով է այդ տարածքները, այդ ծաղկուն այգիները տվել Ադրբեջանին, նվիրաբերել Ադրբեջանին։ Ով է այսքան արհավիրքը բերել է ժողովրդի գլխին։ Հիմա ուղիղ նշանառության տակ ադրբեջանական զորքերի, այդ ինչով է հպարտանում, որևէ մի արժանապատիվ հայ մարդ չի կարող ուրախանալ, երբ որ տեսնում է Կիրանցի վերևում փողփողացող ադրբեջանական դրոշը։ Եվ այդ խղճուկ պատը, որ ամեն անգամ գնում է այդտեղ եւ էժան եթերներ անում, լայվեր անում, իբր թե փորձելով ներկայացնել պարտությունը, ողբերգությունը ու ձախողումը որպես փառավոր հաղթանակ ներկայացնել։ Անարժանապատվության ցանկացած դրսևորվում ներկայացնել որպես մի իրադարձություն, որը որ անշրջելի եւ անառարկելի ուրեմն հաջողություններ ա բերել Հայաստանի Հանրապետություն։ Դու բացի դժբախտությունից, բացի ավերից, բացի պառակտումից, բացի ներազգային ատելություն մտցնելուց, տնտեսությունը փլուզելուց, ուրիշ որևէ մի լավ բանի այս իշխանությունները ունակ չեն։ Եվ նաև ահավասիկ բյուջեի քննարկման ժամանակ պարտքեր վերցնելով, միլիարդավոր դոլարների հասնելով Հայաստանի Հանրապետության պետական պարտքը, Հայաստանի Հանրապետությունը դարձնելով տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետ, խոսում է խաղաղությունից։ 10-ից ավել պատերազմ բերող մարդը Արցախի բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնք էթնիկ զտման եւ ցեղասպանության են ենթարկվել, հիշում եք նախկինում իր խոսույթը, ինչ էր ասում արցախցիների վերաբերյալ։ Այս մարդը ոնց կարա ներազգային համերաշխություն մտցնի։ Այս մարդը որևէ մի կերպ եւ որևէ մի ձևով շահագրգռված չէ, որ Հայաստանի Հանրապետությունում տիրի համերաշխ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ երկիր։ Եվ սրանով էլ պայմանավորված, ամփոփելով այս թեմայով խոսքս, ուզում եմ ասել, որ երբեք ու երբեք չընկրկեք, չնահանջեք, ձեր սկզբունքների մեջ եղեք հաստատակամ, մնացել են հաշված շաբաթներ, որպեսզի այս իշխանություններին ի վերջո հեռացնենք, ձեր քվեն, ձեր դիրքորոշումը անչափ կարևոր է եւ սրա նպատակներից մեկն էլ այն է, որ փորձում է հիասթափեցնել մարդկանց, որ չգնան ընտրատեղամասեր, այս ամբողջ այս իր process-ը հենց դրա համար է, հենց դրան է ուղղված, որ արժանապատիվ հայրենիները չգնան եւ չմասնակցեն էլեկտորալ process-ներին եւ փորձի իր նեղ փոքր խմբին ուղղորդել այդ ուղղորդման միջոցով նաև ճնշումների եւ բռնության ենթարկել վախի մթնոլորտ ստեղծել եւ ի վերջո մենք բոլորս հասկանում ենք, որ այլևս ինքը որևէ մի շանս չունի եւ ձեր դիրքորոշումն ու ձեր վերաբերմունքը անչափ